չնայած ցանկանում էի դեռ վաղուց խոսել, մի 10 օր առաջ մի քանի տեղեկություն եմ ստացել, որ տարբեր տեսակի գրառումներ կատարելու համար էական չի, թե այդ գրառումները որևէ ադելության խոսք, որևէ խուլիգանության հատկանիշ ու կապ չունի ընդհանրապես այդ մարդը հետևորդ ունի թե չէ եւ այլն։ Եթե պարզ է նույնականացվում է ու այդ գրառումների տակ իրենք որևէ վտանգ են տեսնում, այսինքն ընդդիմադիր հայացքներով մարդ է, ով որ գրառում է երել, ու այդ գրառումները ընդཐུպ մինչև կարող են օրենքի շրջանակներում լինել, օրինակ այլ երկրի տեղի ունեցած ինչ որ նույնականացում եւ այլն, անմիջապես գործ տարբեր հոդվածներով ադելության խոսք, խուլիգանություն եւ այլն ու հաճախ տենց էլ չի լինում, պրոստը կանչում են վախացնում են։ Նաեւ, բայց նաեւ վարույթներ են նախաձեռնվում ու այդ շրջանակներում են իրավական process-ների արդյունքում իմ կարծիքով փորձում են վախի մթնոլորտ ստեղծել։ Այսինքն վիճակն այդպես վատ է էլի իրականում։ Ախր իրանք միշտ են դա արել է։ Ես օրինակ մի քանի անգամ խոսել եմ Հարությանը ոչ հայտնի մարդկանց մասին, օրինակ մի վստահորդ ունեի, որ էլի զանգել էր, դիմել էր, ես էլի տենց ասում եմ, որ նախապես ասել, որ սպիտակում էր նիստերը, չկարողանայի գնալ, բայց դե արդեն խոստացել էի, դրա համար գնացի, վերջում պարկասու արդարացման դատական ակտ ունեցանք, բայց կողմ չէր, որ անունը հրապարակեմ, ամեն դեպքում սովորական մարդ, որ իր գրառումները կարող է 5-6 լայք ունենան։ Ու աբորյունությունների շրջանը հենց սկսվում է, երբ որ ոստիկանությունն է սկսում աշխատել այդ մարդկանց հետ։ Իրեն կանչել հեռախոս վերցնել։ Եկեք խորհուրդ տանք, որ երբ որ տես բան է լինում, անպայման փաստաբանի դիմեն, մենք ինչքան կարողանանք առնվազն կոնսուլտացիայի մասով միշտ կարող եք ինձ զանգել, Արսենին զանգել, եթե դատական նիստերի չլինի քաղբանտարկյալների գործով, այն ժամանակ երբ պետքա բանը վարեր իմնեմնիմին, մեր մյուս ընկերներին, եթե մենք ես ամենայն դեպս իմ անունից ասեմ, տղաների անունից էլ կարող եմ ասել, մենք պատրաստ ենք գոնե կոնսուլտացիայի մակարդակով ձեզ օգնել, չենք կարող ավելի խոստանալ այս պայդրությամբ, որովհետև ծանրաբեռնվածություն եւ այլն, բայց եթե ոստիկանությունը ձեր հետ ուզում է շփվի, փաստաբանի հետ շփվելու դեպքում նրանք շատ ավելի զուսպ եւ գործողություններից զերծ կմնան։ Այո, չափված ձևած են իրենց աբորինի գործողություններից առնվազն զերծ կմնան։ Եվ այն դեպքերը, որի մասին ես լսում եմ, մենք ապշում ենք, ասում լավ, դες բան ոնց կարող է լինի, դե փաստորեն լինում է, ասենք փաստաբանի ներկայությամբ շատ հաճախ ոստիկանները իրենց տես չեն պահում, թե անցյալ տարի եղան 1-2 նման ցավալի դեպքեր, բայց դրանք բարեբախտաբար համակարգայինի չվերածվեցին եւ չնայած մեր իրավապահ մարմիններից հələ իրավապահ մարմինների մի կողմ բարձրագույն դատական խորհուրդն էլ էս վերջերս փաստաբանների փիրախավորող հայտարարություններ արել, որին շատերս անդրադարձանք, բայց իմ կարծիքով փաստաբանության ինստիտուտը այն ինստիտուտներից է, որը որ ամուր է եւ ամենակայացած համայնք է։ Դե ամեն դեպքում ամուր է եւ դեռ հələ այդ հեղինակությունը կա, որ մեր ներկայությամբ ինչ որ բաներից մարդիկ ձեռնպահ են մնում, так что անպայման փաստաբանների հետ կապվեք, կարող եք մեր հետ կապվել, մենք ձեզ կոնսուլտացիա կարող ենք անել, կարող եք փաստաբանների հետ կապվել, մենակ մի գնացեք ոստիկանություն, հատկապես երբ որ տակը ձեր խոսքի ազատության խնդիրը կա, ձեր այլ իրավունքների հիմնարար ազատությունների խնդիրը կա։ Կարող են ընդհանրապես ոստիկանություն չգնալ։ Դե հա, Իրանք բարդավորություն։ Դե հա, բայց դե հիմա պետք է մարդկանց հետ գրագետ հետ խոսել, որ հետո վաղ այսօր մեկ էլ չգան փողոցից վերցնեն տանեն, մի բան էլ եղբայրին սարքեն, էլի։ Կոնսուլտացիա արեք, խորհրդատվություն արեք փաստաբանների հետ եւ լսեք փաստաբաններին։ Երևի թե սա խորհուրդ տանք այս մասով։